Արցախյան թեժ մարտերի ժամանակ Ալեքսանդր Քանանյանը Եվրոպայում բարձրագույն կրթություն էր ստանում, երբ վերադարձել է, սկսել է հետաքրքրվել ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդրով, ինչպես է այն ընթանում եւ կամ ինչ պատճառով են մարդիկ խուսափում գալ ու բնակություն հաստատել ազատագրված տարածքներում։ Մի քանի տարի անց որոշել է իր սեփական փորձով ապացուցել, որ այս տարածքներում շատ լավ հնարավոր է ապրել, աշխատել, ստեղծագործել ու ընտանիքով 2002-ին տեղափոխվել է բնակության Շահումյանի շրջկենտրոն, Քարվաճար։ Ասում է 9 տարին քիչ ժամանակ չէր համոզվելու համար, որ նաև ազգային պարտքի զգացումն ու հայրենասիրությունն է իրեն բերել ազատագրված տարածքներ։ Նույնը քաղաքագետը խորհուրդ է տալիս մյուս հայրենասեր մարդկանց։ Շատ գեղեցիկ է մասնակցել ազատագրված հայոց տարածքի հայեցի կերպարի վերականգնմանը, հայկական շունչը վերադարձնել այդ տարածքներին, որոնց մեջ հայկական կյանքը մարել է բավական վաղուց։ Դա հոգու մեծ բերկրանք է, եթե բնականաբար գիտակցաբար ես մոտենում խնդրին։ Ազատագրված հայկական տարածքներում անհրաժեշտ է վերականգնել հայկական շունչը, ասում է քաղաքագետը։ Դա պետք է դառնա գերնպատակ Հայաստանի ու Արցախի իշխանությունների համար։ Ազատագրված որոշ շրջաններում ճիշտ է վերաբնակեցում կատարվել է, բայց մինչ օրս դատարկ են մնում ազատագրված հայկական գյուղերը, նշում է Ալեքսանդր Քանանյանը։ 2004 որոշ տարածքներում 2007 թվականից սկսած վերաբնակեցման գործընթացը կասեցվել է, ինչի համար քաղաքագետն ասում է, թե կան հիմնավոր պատճառներ։ Խնդիրն այն է, որ ազատագրված տարածքները միշտ դիտարկվել են առևտրի առարկա Արցախի կարգավիճակի դիմաց։ Պարզապես Ստեփանակերտի իշխանությունները պետք է հրաժարվեն հյուսիսային պողոտայի մոլուցքով Ստեփանակերտում էլիտար շենքերի կառուցման մոլուցքին տրվել, եւ եթե գոնե մի քանի շենք պակաս կառուցեն տարեկան Ստեփանակերտում, ուրեմն ապա այդ նույն գումարներով կարելի է տարեկան 1-2 նոր գյուղ հիմնադրել կամ զբաղվել արդեն եղած բնակավայրերի ընդարձակմամբ եւ այնտեղ ենթակառուցվածքների նորոգմամբ եւ ընդհանրապես հանրային կյանքի ամրապնդմամբ։ Քաղաքագետը գտնում է, որ հենց արցախյան իշխանությունները պիտի վերսկսեն ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացը։ Հակառակ դեպքում այդ տարածքները պաշտպանելու լուրջ խնդրի առաջ կկանգնի Արցախի ու Հայաստանի ժողովուրդը, իսկ վերաբնակեցնել ազատագրված տարածքները կնշանակի մոռանալ զիջումների մասին, համոզված է քաղաքագետը։ Մինչդեռ եթե դու չես վերաբնակեցում, ապա Ադրբեջանի մոտ ավելի շատ հույսեր են ծագում, որ հայերը պատրաստ կլինեն կամ բանակցությունների, կամ բանակցային ճնշումների, կամ պարզապես ռազմական ճանապարհով տարածքը գրավելու, որտեղ միաժամանակ հասկանալի է, որ բնակեցված տարածքը, որտեղ կա հայկական բնակչություն, շատ ավելի ամուր է եւ հայ զինվորը ավելի մեծ գիտակցությամբ կպաշտպանի մի տարածք, իմանալով, որ անմիջապես նրա թիկունքի հետևում արկա է կենթանի բնակչություն, կանայք երեխաներ, այդվում եւ իր ընտանիքները, քան եթե իմանա, որ իր հետևում կա անորոշ չբնակեցված տարածք, որը ի սկզբանե եղել է բանակցային գործընթացում շահարկման կամ փոխանակման պես մի առարկա։ Խոսելով ընդհանրապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից, քաղաքագետը նշեց, որ առանձնապես տեղաշարժ չի տեսնում գործընթացում։ Ընթանում են բանակցություններ, տեղի է ունենում նախագահների հանդիպում եւ այդքանը միայն։ Նրա կարծիքով անհրաժեշտ է բարձրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը ու գտնում է, որ ակտիվություն ընդհանրապես պետք է ցուցաբերի Ղարաբաղյան կողմը։ Եվ այս առումով, երբ համանախագահները գալիս են Արցախ եւ հանդիպում են Արցախի նախագահի հետ, եւ Արցախի նախագահը շատ անկեղծ կերպով նրանց ասում է, որ նա ի վիճակի չէ կատարելու նվազագույն իսկ տարածքային զիջում, քանզի դա բերելու իրավիճակի ամբողջական ապակայունացմանը, պատերազմի վտանգի վերսկսմանը եւ հայոց անվտանգության բոլոր հիմնասյունների անմիջական կործանմանը, միջազգային հանրության բանագնացները պաստորեն նման պատասխաններ լսելով Արցախից գիտակցում են, որ Արցախի բնակչությունը պատրաստ չէ ընդունելու կարգավորման այն սցենարները եւ մոդելները, որոնք այսօր առկա են, զորօրինակ մադրիդյան հորջորժվող սկզբունքները։ Վերադառնալով տարածքների վերաբնակեցման խնդրին, նշենք, որ վերջին տարիներին հաշված թվով ընտանիքներ են եկել ու հաստատվել ազատագրված տարածքներում, իսկ վերաբնակեցման կասեցված գործընթացը վերսկսելու համար առանձնակի աշխատանքներ դեռևս չեն կատարվում։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս, Արցախ։